չենք տարին մի անգամ են գալի։ Բայց պարկ աստվեց, լավ առիթի համար որ ունենք, թեև այսօր մենք հյուրեր ունեինք և ինչպես տեղյակ եք երեկ ունեցանք շատ լավ ուսուցում դրոշների իրանց միջոցով, այսօր այնքան սիրուն էր ծրագիր, որ մենք մի քիչ ուշացանք, ասենք մի 10 րոպե նայենք, հետո գանք, շատ գեղեցիկ այդ դրոշներով, կտորներով, խմբին էլ սովորեցրել էի, ես շատ ափսոսեցի, որ երեք ձեզանից շատ քիչ կային ընդեղ, դա երկի մուտքը մենակ փառաբանության խմբերի համար չէր, բոլորի համար էր, բայց շատ հիանալի էր, այդպես կուզեմ, որ ստեղ էլ այդ բանը ունենք մենք դրոշ շարժում ենք բոլորս էլ, բայց ըստեղ շարժում ենք։ Ոնց որ երբ որ մեղուները լցում են շորով քշում ենք, բայց իսկապես հիանալի էր այդ կնոջ օծությունը երեք չեմ բանանում ուզում պահեմ չասեմ, որ ինչ հիանալի ուսուցում էր ու ինչ հիանալի կարելի ասել օծություն կար հանձնավորության վրա, բայց թեև իրանք կային, ասի լավ առիթ է, թե հիմա չգնաց էլի մարտի 35-ան ձուն լցվի ստեղ, ավելի շուտ գանք։ Լավ, շատ ուրախ եմ, ձեր քաղցր դեպքեր նորից տեսնում եմ, մերսի Սամվել եղբայր ջան և բոլոր քույր եղբայրներ, օրհնում եմ ձեզ, որ այս քաղաքի մեջ լույս եք։ Ամեն, Տեր ձեզ լույս ա դրես տեղ, որ կարողանաք խավարը լուսավորեք։ Ինչպես իմանում եք, ասած կնի Սամվել եղբայր այս տարի մենք հռչակել ենք 7 եկեղեցիների օրհնություն։ Եվ հովիվներով ուխտ ենք արել, որ ամեն եկեղեցի գոնե 7 տարածք, չգիտեմ 7 խումբ, 7 եկեղեցի սկսի։ Հուսով եմ, որ արդեն 3-ը սկսել եք, ճիշտ ասած ես անձամբ շատ բուռն եմ կպած այդ գործին Երևանում և ուրիշ տեղեր և երկրից դուրս ու աղոթում ենք դժվարություններ կա, չկալություններ կա, բայց մեր Տերն էլ կա։ Այս օրերում մանավանդ իսկապես ուզում կանգնենք մեր երկրի համար, որ Աստծո ձեռք էս մեր երկրի վրա լինի, ամեն մեր ժողովրդի, մեր իշխանավորների, որովհետև մեր բարեխոսական աղոթքը ավելին է կարող անի։ Դրա համար թողեք այս տարի ձեզ համար 7 օրհնությունների տարի լինի իսկապես։ Սկսվի Եփեսոսի առաջին սիրուց, որ երբեմն գուցե կորում է, մինչև հասնենք այն վերջը եւ մանավանդ այս տարի հռչակել ենք 7 աղոթքներ, որ ուղարկվել է ձեզ համար, բայց ճիշտ ասած այսօր ուզում եմ մասին, բայց երբ որ ստեղ էի մի հատ ուրիշ խոսք, որ ես վերջերն էի խոսեցի մի անգամից Սուրբ Ոգին սրտից դրեց դրա մասին ձեզ համար խոսել։ Ասում են մեկ օր լույսն ու խավարը պես վիճում են, խավարը ասում է, որ այս լույսին ասեք, շատ է տեղ գրավում։ Լույսին ասում են, որ լսի ես խավար բողոքում ասում է, դու շատ ես տեղ գրավում։ Ով? Ասում են խավար, ասում են, ինչ խավար։ Երբ որ Աստծո լույսը կա, խավարը պարտված է։ Ծննդոց գրքի առաջի ձայնը, առաջի խոսքը, որ Աստված ասեց էր, լույս լինի։ Այսինքն Աստծո առաջի բառը, որ Սուրբ գրքում գրված է, որ ինքը արտասանել է, դա այն ժամանակ էր, երբ որ գրված է խավարը տիրում էր երկրի վրա, երկիրը դատարկ ու անձև էր և Աստված ասեց լույս լինի։ Ու շատ անգամ մեր կյանքերն էլ այդպես անձև ու դատարկ է լինում և Տերն ուզում է իր լույսը մեզ տա։ Աստծո կամքը չի, որ մենք խառնուրդի մեջ լինենք։ Աստծո կամքը չի, որ մենք մթնշաղի մեջ լինենք։ Եվ հենց այս պատգամյանուն ես դրել եմ ազատվենք մթնշաղից։ Տեր Հիսուսը այսպիսի օրհնյալ հայտարարություն է անում Հովհաննես ավետարան 12:46-ում։ Նա ասում է. Ես լույս եկա աշխարհքը, որ ամեն ինձ հավատացողը խավարի մեջ չմնա։ Ամեն։ Անգամ Հովհաննես ավետարանի առաջի գլխում եւ Աստվածաշնչի առաջի գլխում նմանություններ կա։ Երկուսի մեջ էլ լույսից է խոսում։ Այնտեղ ասեցինք, որ Տերն ասում է լույս լինի եւ Հովհաննես ավետարանի առաջի գլխում նորից լույսից է խոսում։ Եվ Հովհաննես Մկրտչի համար 7-րդ խոսքում ասում է, սա վկայության համար եկավ, այն լույսի համար վկա է, որ ամենքը նրանով հավատան։ Նա չէր լույս, այլ որ լույսի համար վկայի։ Այն է ճշմարիտ լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհքը
աշխարհումն էր եւ աշխարհը նրանով եղավ եւ աշխարհը նրան չճանաչեց։ Մեր Տերը աշխարհի լույսն է, ամեն։ Որից Հովհաննես ասում է նրանով էր կյանքը մարդկանց լույսն էր եւ լույսը խավարումը լույս է տալիս։ Աստծո կամքն է մենք որպես լույսի որդիներ մնանք լույսի մեջ, ամեն։ Ես որ փոքր էի, մեր գյուղերում այսպես բան էին ասում, երբ որ ասում մթնշաղ երեկո, ասում են գյուղացիք ասում էին, որ երկինքը բան էր, գառ ու գայլ էր։ Մենք փոքր էինք ասում, ինչ է նշանակում։ Մի քիչ որ մեծացանք, հասկացանք ինչի համար են այդպես ասում։ Երբ որ մթնշաղը, գիտեք, անգամ մեքենա վարել ամենավատ ժամանակ այդ մթնշաղն է։ Չես ոչ լույսը, ոչ մութը։ Եվ դու չես ճանապարհը կարողանում լավ տեսնես։ Մանավանդ ես։ Եվ ինչի են գյուղացիք այդպես ասում, որտեղ մթնշաղին գալիս էին գառները, հետ խառնվում էին գայլերը։ Մտնում էին հոտի մեջ։ Ու իրենց կարելի ասել չոբանը կամ իրենց հովիվը չէր դա նշմարում, չէր, որտեղ մթնշաղ էր եւ խառնվում էին գայլերը գառների հետ։ Եվ հետո մեկ էլ տեսնում են, որ գառները չկան։ Մեր կյանքում էլ է այդպես լինում, երբ որ մեր կյանքում մթնշաղ կա, խառնուրդ է գալի մեր կյանքի մեջ եւ Աստծո կամքը չի, որ մենք ապրենք այդ խառնուրդի մեջ, որտեղ շատ անգամ ինքներս կարող է մեր ձեռքից հոգնենք, որտեղ այդ խառնուրդը անընդհատ մեզ խանգարում է։ Եվ խավար բառը ինքը արմատ ունի, որ խոշեկ կամ խաշակ բառն է, որը ցույց է տալի անհայտ, անորոշ, թաքուն ու նման բաներ։ Եվ հունարեն էլ համարյա նման մի բան է ասում, Տերը չի ուզում, որ դու խավարի խառնուրդ ունենաս։ Երբ որ խավարը գալիս է, մենք ինքնաբերաբար սկզբից չենք հասկանում, բայց ասում ենք, կարծես սահեց մեր կյանքի մեջ ներս մտավ, ու չիմանալով դու դարար երկու մարդ, առավոտ ուրիշ մարդ է, սիրիկուն ուրիշ մարդ, կիրակի ժողովին ուրիշ մարդ է, ժողովից հետո ուրիշ մարդ է։ Ու մտածում ես, այս որտեղից եկավ, այս խավարը ինչ է լավ, մենք խավարի գործերը քանդելը կամ խավար հասկանում ենք սատանան, խավար հասկանում ենք մեղքը, խավար հասկանում ենք Աստծո բացակայություն։ Բայց տեսնենք, թե ինչպես է գալիս խավարը եւ ոնց է խավարը լցվում մարդկանց կյանքի մեջ։ Աստված այդ ծննդոցի առաջի գլխից ինչ արեց, լույսը բաժանեց խավարից։ Եվ այսօր ուզում եմ իմ կյանքում լույսը խավարից բաժանի, ամեն։ Չի ուզում դու այդպես մնաս, չի ուզում դու խառը մնաս, չի ուզում որ դու առավոտը բարկանաս, իրիկունը խաղաղ լինես, առավոտը մեղք գործես, իրիկունը սուրբ լինես, իրիկունը աղոթես, առավոտը բամբասես, սա խառնուրդ է, ու այս ծննդոց գրքի առաջի գլխում այդ արավ, լույսը խավարից բաժանեց։ Ամեն։ Ցերեկ ու գիշեր կոչեց։ Եվ ուզում եմ քո կյանքում այդ բաժանումը կատարի, մեր կյանքերում պիտի այդ բաժանումը կոնկրետ լինի։ Կան հավատացյալներ, որ չես իմանում, մենք հավատացյալ է թե չէ, ամեն տեղ կա։ Դրսի ժողովրդի մոտ ինք իրաց նմանա, ներսի ժողովրդի լույսը խավարը շատ խառն է, բայց մարդ կա հստակ երևում է Աստված իր կյանքի մեջ բաժանել է լույսը խավարից, ամեն, սա իսկական ազատությունը, որ սահման կա, Հոբը իր գրքի մեջ համարը ճշտեմ, ասում է, որ 26:10-ում ասում է դու լույսի ու խավարի համար սահման ես դրել, Հոբ 26:10-ը, Աստված սահման է դրել, եւ իմ քո կյանքի մեջ էլ պիտի այդ սահմանը որոշվի։ Եթե չէ մթնշաղի մեջ մենք կորուստ ենք տալու, լավն է, ապրում ենք, չենք կորցնում մեր փրկությունը, գալիս ենք եկեղեցի, ներվում ենք, գնում ենք, գալիս ենք, Եհովայի վկաներ քաղաքում, գնում ենք, գալիս ենք, մենք էլ ենք ապրում, իրանք էլ Տեր իրանց օրհնի, մեզ էլ օրհնի, լավ կյանք է այսպես, բայց հավատացյալի կյանքը երբ է փոխվում, երբ որ լուրջ լույսի ու խավարի մեջ սահման կա։ Երբ որ ինքը ասում է լույսի որդի եմ,
եւ չի ընդունում խավարը։ Ուզեմ մի քանի կետ ասեմ, թե ինչպես է խավարը ներխուժում, ինչպես է մեր լուսավոր կյանքը մթնշաղ սարքում եւ երբ է գալիս խավարը։ Ելից 10-րդ գլխի 21-րդ համարում, Ելից գրքի 10-21-ում կարդում ենք, որ խավար պատեց Եգիպտոսի մեջ։ Իսրայելացիքի տները լույս էր, եգիպտացիքի տները մութ էր։ Երբ խավարը գալիս է մեր կյանքի մեջ, գիտեք, երբ որ անհավատություն կա։ Երբ որ անհավատությունը խավարը գալիս է մեր կյանքի մեջ։ Երբ որ մեր հավատքը պակսում է, այդ նոր տարվա 7 աղոթների մեջ, որ հույսով եմ ձեր ասած, լինի մի հատ կետերից սա էր, որ աղոթներից մեկը, որ մենք կարող ենք անենք, սա Տեր իմ հավատքը ավելացրու։ Տեր մեր հավատքը ավելացրու։ Սա աշակերտների աղոթն է, կարծեմ Լուկաս 17:5-ում է, որ ասում աղոթում են, ասում են մեր հավատքը ավելացրու Տեր։ Երբ որ անհավատություն կար, սրտակարծություն կա, խավարը ներս է մտնում։ Երբ որ դու չես ընծայվում ամբողջովին քո հավատքով Աստծուն, եւ փառավոնը դիմադրում էր, երբ որ դիմադրողականությունը կա, ուրեմն խավարը լցվում է այդտեղ։ Ուրեմն անհավատությունը բերում է խավար եւ թերահավատությունը։ Երբ որ ես կանգնում ասեմ, սա չի լինի, դե տեսնես ոնց կլինի, սա ով է, որ ինձ համար արդեն դու խավարին հրավիրում ես եւ խավարը սկսում է տեղ բացել, ավելի ճիշտ անհավատության խավարը, դրա համար ամբողջ Եգիպտոսը դիմադրեց Սուրբ Օգուն եւ դրա համար այդ խավարի մեջ հայտնվեց։ Եվ մյուսը մեղքը խավարի պատուհանն է։ Եթե ասենք մեղքը խավարի լուսամուտը, սխալ կլինի, որտեղ դիտում է մութամուտ, ոչ թե լուսամուտ։ Երբ որ Սամսոնը կարդում ենք եկավ մի պահ իր կյանքի մեջ, դատավորած 16:21-ում, որ ասում է նրա աչքերը կուրացրին, խավարեց։ Մանավանդ երբ որ ինքը հայտնվեց Դալիլայի վարսավիրանոց։ Եվ գլուխը դրեց Դալիլայի ծնկներին եւ ընդեղում իր մազերը կտրվեցին, ոչ թե մազերի հարցներ, ուխտը դրժեց։ Եվ ուխտը դուրս գալու համար զոհ էր պետք, օրենք կար, ինքը դա չարավ։ Եվ արդեն մինչև այդ արդեն խավար էր, երիտասարդները գիշեն գուցե տարիներ առաջ ճամբարում, չէ որ Սամսոնին անուն նշանակում է արևի լույս կամ արևի որդի, արև նկարեցինք 12 մասով եւ ամեն մեղք, որ Սամսոնը գործում էր, մի քիչ ծեվացնում էին, քիչ-քիչ տարևը լրիվ խավարեց։ Երբ որ կա մի բան, որ մենք ախիս չենք դալի, կա մի մեղք, որ լավ հիմա ասեցի, լավ հիմա նայեցի, լավ հիմա խոսեցի, մտածեցի, եթե դա շարունակաբար կա այդ խավարը, եւ մենք իր ախիս չենք գալիս, այդ մեղքը, չասեմ խավարը, դա մութ կա, որ խավարը սահի մեր կյանքերի մեջ։ Եվ նույնպես Աստծուն նվիրվելը եւ սրբությունը նրա լույսն է բերում, Սուրբ Հոգու եւ Աստծո ներկայության լույսն է բերում մեր կյանքի մեջ։ Դրա համար ուզեցեք, որ Տեր, ես այսօր ուզում եմ ասեմ լույս լինի, ամեն։ Հռչակում եք Տեր, թող իմ կյանքում եղեցի լույս լինի իմ կյանքում եւ բաժանվի, որ գոնե ես իմանամ, կարող խավարը հեշտ իմ կյանքից չեթա, բայց ես լուրջ սահման եմ դրսեմ, լսի սուտը խավարը, կաշառքը խավարը, լսի պղծությունը խավարը, հպարտությունը խավարը, բարև տաս, հետևից խոսած խավարը, սիրես, սեր ցույց տաս, հետո ատես խավարը, սրանք խավարը։ Ու ես չեմ կարող գործունյա քրիստոնյա դառնալ։ Եհովայի վկանային խոսքով եկավ գաղթի հայտնությունը եւ զորությունը Աստծո։ Եվ մեկ էլ մեր ակտիվությունը։ Իրաց տեղը մենք լինենք, մենք գնանք, եթե մենք չենք գնում, ուրեմն պարզ է։ Մի հատ քաղաք միսիոներներին ուղարկել ենք, հովիվ ասաց, ինչի եք իրանց ուղարկում, ասեմ, որ այն որ դու չես անում, իրենք անեն։ Որտեղ իրենք փողոցներում մանեն գալի եւ վկայում են։ Եթե մենք այդ չանենք, անդադ ուզում ենք մենք ամենալավ խավարի հետ պատերազմելը լույսը։ Մի հատ եղբայր ունենք ասում էր, եթե դու լույս լինես, քեզի կդնեն սեղանի վրա։
դուք լույսը լենք ձեզ չեն դնի սեղանի տակ ինչպես Տերն ասում։ Ուրեմն մեղքը նորից պատուհան է խավարի համար, որ գա եւ մեր կյանքը խառնուրդ ծարքի, որ մենք չկարողանանք արդյունավետ լինենք Տիրոջ համար։ Հաջորդը, որը մենք նման է այն առաջինին, Աստծո հետ հակառակությունն է։ Գործք Առաքելոցի 9:8 խոսքում Տերը Պողոս առաքյալին ասում է. Ինչքան ես դու հակառակել ինձ հետ կամ քացի տալ խթանին, եւ Պողոսի աչքերը կուրանում են դա ինչու համար, որտեղ ինքը բացահայտ Աստծո հետ հակառակում էր։ Երբեմն գիտենք, մենք գիտենք Սուրբ Օքին ինչ անում, բայց Սուրբ Օքու հետ հակառակում ենք միգուցե։ Պողոսը դա սովորել որ երբևէ Սուրբ Օքու հետ չհակառակի, եւ ինքը ապրի Սուրբ Օքու հնազանդության մեջ։ 13-րդ գլխում 10 ու 11 խոսքում Եղիմաց մոգն է այնտեղ։ Տեսնում ենք նորից այդ մոգը կույրանում է Պողոսի հրամանով, որտեղ հակառակում էր իր կախարդությունով Աստծո խոսքին։ Կախարդությունները սիրելիներ կարող է խավար մտցնել մեր կյանքի մեջ։ Մարդիկ շատ անգամ տեսնում ենք հոգևոր դաշտում բաց չեն լցվում հոգով, իրենց չեն կարող Աստծուն երկրպագել, զոր են տալ, որտեղ իրանց կյանքը անցյալում խավարի մուտք են տվել կախարդության միջոցով։ Կախարդների մոտ են գնացել, անընդհատ թուղթու գիրայել է իրանց վրա, անընդհատ արջիճ են թափել, ուխտ են արել, ստեն գնացել, դեն գնացել, 100 մետր նայողի մոտ, հետո ասում դե հիմա ապաշխարել ենք, ապաշխարել ես, բայց դրանց համար պիտի աղոտ կլինի, դա դրան պարկած է, դուռը բացում ես ներս է գալի եւ խավարը սահում է ցավոք, եւ որ Աստծո հետ հակառակություն է լինում։ Մենք կարող ենք մտածենք Աստծո հետ հակառակությունը այնա որ աշխարհիկներն են անում։ Բայց կարող է ես ու դու էլ չիմանալով այդ Աստծո հետ, Աստծո հոգու հետ հակառակենք։ Օրինակ պատկերացրու միշտ եկեղեցին երկու մաս է բաժանում, մեզ բեմական մասը եւ այն վերջի մասը։ Մենք վերջերս աղոթքի ծառայողներ տեղադրել ենք այն վերջերը, որ մարդիկ ընդեղ են զգան Աստծո ներկայությունը։ Կարծես այս դեմը կատարվում է, մի լավ բան, սրբության սրբոցն էլ գավիթն է։ Ով ինչ ուզում այնտեղ անում է, այս կողմից դա աղոթք կա գնում։ Չէ, սիրելիներ, ամբողջ Աստծո տունը պիտի Սուրբ Օքու դաշտ լինի, ամեն։ Այնտեղ մեր կողքի խոսում են, զրուցում են, դուրս են գալիս, տեղ հովիվը քրտնած մարդկանց համար աղոթում է, դա էլ մի տեսակ հակառակություն է։ Երբ որ Աստծո հետ հակառակություն կա, խավարը ներխուժում է։ Հաջորդ բանը, որ կարող է խավարը բերի մեր կյանքի, մեր սխալ հաղորդակցությունն է։ Առաջի Կորինթացիների 15:33-ը շատերս գիտենք, որ ասում է չար ընկերակցություն ինչ է անում, ապականում է բարի վարքերը։ Գիտես կարող է սխալ անձնավորության հետ քո շփումը քո մեջ խավար բերի ու քո մաքուր լույսը սկսի աղավաղել։ Եվ շատ տեղեր ենք տեսնում, որ մեր սխալ շփումների պատճառով կարծես թե խավարը սկսում է ներխուժել ու գալ։ Եվ մենք որոշակի գիտենք այս խավարը, բայց մենք դե ինչ անեմ, չեմ կարող, մեր սովորությունն է, երբ որ այս վերջերս սգավորների մխիթարության ժողով ունենք, նորել հենց այդ ադատների մասին էինք խոսում, որ երբ որ մեկը սգավոր է, որպեսզի ավելի չխորանա, ավելի ադատներից դուրս գա, եւ զոհ չգնա հարազատության, որտեղ մարդիկ այդ զոհ գնալու պատճառով, կուլ գնալու պատճառով, տարիներ սգավորության ու տխրության ու դեպրեսիայի մեջ են մնում, որտեղ շփվում են այդպես մարդկանց հետ, կամ շատ անգամ երբ որ մեկը սգավոր է ու չի ազատում, ես ասում խնդրում եմ մի քանի ամիս թաղումնի գնա, ոչ չէ տամ, հազիվ մի քանի հալալ քրտինքով թաղում ենք վաստակետ էլ չերտանք, եւ ինչի համար, որտեղ այդ շփումը իր մեջ խավար է բերում, երբ որ ինքը բաց դուռ ունի, եւ որ ինքը թույլ է, սրանք այն պատուհաններն են, որ բացում են ցավոք թշնամու համար խավարի դռները, եւ երկրորդ Կորինթացի 6:14-ը բոլորս գիտենք, չէ, անհավատների հետ այլախառը լծակից մի լինի, որովհետեւ ինչ մասնակցությունի արդարություն անորության են եւ ինչ հաղորդակցությունի լույսը խավարի հետ։ Լույսը խավարի հետ չի կարող շփվի։ Եվ գիտեք մենք շատ անգամ խնդիրների մեջ ենք լինում, որտեղ այս խավարի հարցը չենք լուծում կամ չեն գալի ասենք հովիվ ես լուրջ մթնշաղ եմ։ Նա ինձ շախմատի նման, սև ու սպիտակ եմ։
Կամ լեսը սպիտակը լավ է, խառն է, չեք ասում գալբոյ է։ Չես մոմ ինչա վերջինքը, այստեղ շատ լավ է, անենցա ծապ տալի ուրախանում, դուրսի խնջույքներում էլ ավելի շատ է ուրախանում։ Իր համար սահման չկա լույսուղը, լույսու խավարը խառնվել են իրար, դեր իր մոտ առավոտ չի, իր մոտ մթնշավ։ Եվ դրա համար Պողոս Արաքյալ շատ անգամ մենք այս խոսքը գործածում ենք ամուսնության համար, որ այլախառը լծակից մի եղեք, սա ոչ թե միայն այդ ամուսնության համար, այլ ասել ընդհանրապես թե ամուսնություն բառը չկա, ավելի շատ մեր շփումների համար է, որ ես չեմ կարող երկուսը լինել, ես չեմ կարող թե խավարի գործունեությունը, եւ եթե ունեմ ինչ անեմ, Տեր, այսօր լույս ուղարկին կյանքի մեջ, մոտենամ որևէ Աստծո եւ ասեմ, լսեք, ես լուրջ մթնշաղի մեջ եմ, Կեսը խավարը, կեսը լույս է, ես գալիս եմ, բայց խավարից լրիվ չեմ ազատվել, եւ ուզում աղոթեք, ես խավարից դուրս գամ։ Ուրեմն մյուս բանը, որ խավար է բերում, երբ լույսն էլ ասեք ինչպես է գալիս, արծաթասիրությունն է եւ աշխարհասիրությունը։ Թվոց գրքի 23-ի 31-ում կարծում ենք Բաղամի մասին։ Իր այշով գնում է եւ էշը ռեշտակին տեսնում է։ Ինքը չի տեսնում, էշը չի գնում, ինքը գնում է։ Եվ ոտը սեղմում է պատին, էշին խփում է։ Վերջը էշը լեզուն բացում է, այդ բառը չկա, բայց այդ բառը գուցե ասած լինի։ Ախա էշ ինչի՞ս ինձ ծեծում։ Բաղամը չի տեսնում, ասում է նայի ռեշտակ է կանգնած։ Էշը ռեշտակին տեսնում էր, Բաղամը չէր տեսնում, գիտեք ինչու։ Որտեղ արծաթասիրությունը իր աչքերը բռնել էր։ Ինքը փողի համար էր մտածում։ Աշխարհասիրությունը եւ արծաթասիրությունը խավար է բերում։ Մեր ծեր եղբայրներից, եկեցի հիմնադիրներից մեկը սիրուն բան էր ասում, ասում էր փողը արև է։ Եթե գցես մեջքիդ հետևը, հետևից խփի, ճանապարհ գլուսավորի, բայց թե դնես դեմդ աչքերդ կքորացնի։ Տեսնում եք Բաղամը իր աչքերը փակվել էր, հոգևոր աչքերը փակվել էր, որովհետև ինքը ավելի շատ այդ թագավորի տված փողն էր սիրում։ Աշխարհն էր ուզում եւ դա փակում է մեր աչքերը։ Ես միշտ երիտասարդներին ասեմ, քանի որ այս աշխարհից ուրիշ չեք կտրել, Աստված ձեզ չի գործած։ Աշխարհը շատ սիրուն բաներ ասում։ Մենք էլ ենք տեսնում, չէ՞ մի երկրում, ինչքան սիրուն խոստումներ, բաներ, հիմա այս օրերում բոլորս արդեն կանգնած դողում ենք ինչա կատարվելու մեր երկրում, ինչա կատարվելու մեր սահմաններում։ Շատ անապահովություն ենք զգում, բայց սա հակասում են բոլոր խոստումներին, որ լսել ենք քանի տարի առաջ։ Եվ մենք պիտի կարողանանք խավարը զանազանենք։ Գուցե երբեմն մի քիչ որ տարիքով մեծ ենք լինում, ավելի փորձառությունը ցույց է տալիս, երիտասարդությունը ավելի միշտ հույս ունի, բայց խավարի սահմանը չենք զանազանում։ Եվ ցավոք փողի հետ գործ ունենալը խավար է բերում։ Ինչքան մարդիկ են եղել, որ այդ պատճառով անկում են ապրել։ Ասենք մենք այնպես ենք մեծացել, միշտ պարտքից վախեցել ենք։ Հայաստանում ասում են պարտք իմ սիրելիս։ Այնքան են սիրում պարտքին, այնքան են կանչում եւ գերի են դառնում։ Մի քիչ համարձակվեմ, ասեմ, այդ մեծ ոգի մարդուն բռնում է, արծաթասիրության մեջ է։ Եվ չեն կարողանում ազատվեն դրանից ու չի զգում էդի խավարը։ Ասում ինչ խավար, սա պապերս, տատերս բոլորն են բանն են արել։ Ես տենց ապրել եմ եւ էլի ապրելու եմ։ Ուրեմն արծաթասիրությունն է այդ խավարը բերում, աշխարհասիրություն, կարելի ասել Սամսոնին հենց աշխարհասիրությունը կուրացրեց։ Եվ սիրում էր աշխարհը։ Ուրեմն այսօր թող քշվի ամեն, Տեր ուզում ենք քո լույսը գա եւ ամեն խավար քշվի մեր վրայից, մեր կյանքից, մեր մտքից, մթագնած սրտերից։ Երբեմն տեսնում ես, որ քո միտքը միտքա բռնում, հակառակությունը բարձրանում, ու դու տրվում ու գնում ես դրա հետ, բայց երբ որ Աստծո լույսն է գալիս, ամեն բան փոխում է։ Եվ մենք արագ պիտի թույլ տանք, թե մենք զանազանենք, թե մեզի զանազանեն, որ լսի դու սխալ տեղ ես հետո, դու քացի ես տալի խթանին, դու սխալ կյանք ես ապրում,
Դու չես կարող այս մարդու հետ ապրես, այն մեկ եկել կապ ունենաս։ Դու չես կարող գաս եկեղեցի նաև այս բաներն անես։ Հա, Աստված չի գալի քեզ պատժի, Աստված մի անգամից քեզ չի խփում, բայց անընդհատ խավարը թանձրանում է, ու դու մեկ էլ տեսնում ես գիշերը։ Բայց երբ որ Աստծո լույսը գալիս է, ամեն բան փոխում է։ Եվ հաջորդ բանը ասեմ, եւ հետո գնանք լույսի մեջ։ Երբ որ Հիսուսին գալիս են ձերբակալեն Ղուկաս ավետարանի 22:53-ում, Ղուկասը գրում է այս խոսքը, որ Հիսուսը ասում է։ Երբ որ իրան ձերբակալում են, ասում է, ամեն օր ձեզ հետ էի տաճարում է։ Ձեր չգցեցիք ինձ վրա, բայց սա ձեր ժամն է եւ խավարի իշխանությունը։ Գիտեք, երբ է խավարի իշխանության ժամը։ Երբ որ Հիսուսի ներկայությունը մեզնից հեռանում։ Երբ որ Հիսուսը մեր կյանքից ձերբակալվում է։ Երբ որ մենք իր ներկայությունը կորցնում։ Երբ որ իր ներկայությունը միայն դառնում է մի կիրակնօրյա հաճույք ու սովորույթ։ Երբ որ ամեն օր ես սովոր չեմ նրա ներկայության մեջ ապրել։ Ես հիշում եմ մի հատ Աստծո ծառայի, որ տարիներ առաջ 10 տարի առաջ գնում ենք մեքենով, ինձ ասում է, ամիսներ Աստծո հետ գործ չունեմ։ Ուղղակի եթե այդ քաղաքահովությունն անում ուրիշ երկրից էր, չասեն չի գնում, ես լրիվ չկամ, սառել եմ, ինքը չկա։ Նայր իր դիստուկացի զրույցներին ասուկ օսին, անեկդոտներին չէի ասես մարդ այդ վիճակի մեջ է, բայց արդեն խավարը մտնում է, խավարը սպասում է, գիտեք մենք եթե գյուղերում միշտ շողքի հետ խաղում ենք փոքրուց երթիկներին, երբ որ լույսը գալիս է, լույսին հեշտ ենք տեսնում մենք, չէ՞, որտեղ լույսը անցքերով գալիս է։ Եղել է փոքր ենք էլի տներում ենք ապրել, որ ընդհանուր լույսի շողեր է եկել, ոչ թե շատ լավ տունը հեն այնքան ծակուցուկ ունեցել, որ լույսը մտնում է, բայց խավարը չի անցքերով երևում, բայց մտնում է։ Երբ որ լույսի բացակայություն կա, երբ որ Տերը ձերբակալվեց, ասեց հիմա խավարի իշխանության ժամանակը։ Չլինի քո կյանքում Սամսոնի նման մի ժամանակ, որ խավարի իշխանությունը ամբողջովին տիրի։ Աստված մեզ, ըստ Կողոսացի ստեղծի, խավարից դեպի լույս է փոխել, ամեն, խավարի իշխանությունից տարել լույսի իշխանությունը։ Սա դրա համար չի, որ հիմա սկսես մտածել, դատապարտել, բայց ինչ վատ վիճակ ունեմ, չէ, այլ սրա համար, որ հիշես, քո Տերը աշխարհի լույսն է։ Հիշես, որ ասես, դու ես աշխարհի լույսը, ամեն։ Ուրեմն մենք լույսի հետ միացել է ուժեղ ճառագայթ ենք տալու, ամեն, ուժեղ կայծակ ենք տալու, որպեսզի թշնամին հեռանա։ Եվ դրա համար պիտի թույլ տանք մեր մեջ ստեղծագործություն լինի, իր լույսը գա։ Եվ իր լույսը, որ գալիս է, ամեն բան փոխում է։ Տեսեք, երբ որ դուք երկրպագում եք, լույսը գալիս է։ Երբ որ աղոթում եք, լույսը գալիս է։ Եվ մենք լավ ենք զգում, ինչու, որտեղ զգում ենք մեր հոգու խորքերը կարծես լուսավորել, նստված կերտվել թշնամին, մեկի հետ կռվել իր, մեկից մի բան իր լսել, պարտքեր տեիր հիշե, ես իմ երեխեքիդ խնդիրներս ամենը քիչ-քիչ ծանրանում է եւ խավարի իշխանություն ուզում է այդ խավարը բերի, մոտ չի ոչ մետեղ, մտությունը չես տեսնում, բայց խավարի գործերը մթով չի մենակ, խավարի գործերը ներսի մթություն է բերում մարդու մեջ, բայց տեսնենք թե ինչպես է գալիս լույսը, կամ ինչպես է գնում խավարը, ամեն, մենք կարող ենք այսօր ասենք Տեր, ուզում եմ իմ կյանքի մեջ լույս լինի, կարող ենք բարձր հռչակենք, լույս լինի, եղեցի լույս, կամ ծննդոց գրքի մեջ, իսկապես այդ անդունդի վրայի խավարը գնա, Աստծո հոգին ջրերի վրա էր և Աստծո խոսք եկան միասին ստեղծագործեցին ցերեկն ու գիշերը, իրարից բաժանվել է, մեզ որ հարցում են ցերեկա թե գիշեր, բոլորս ասում ենք, գիշեր, հիմա ցերեկ է, չէ՞, վստահ եք։ Հա, որտեղ ջոկված է իրայից, գիտենք, ձմեռային ժամը գիտենք, հյուսիսային բևեռին ման չի կամ ուրիշ տեղեր 6 ամիս, լույս է 6 ամիս մոտ։ Մենք հապիսում Շվեդիայում առավոտ շուտ վեր կացար շուտերը հագհասիրուն դուրս կամ քայլեմ, գնացել ենք ընդ կոնֆերանսի, պետք է խոսեինք, ժայնթի ետիկ և արդեն դուրս կամ մի բան այցի ժամացես եմ 2:30
լույս էր, ոնց որ առավոտը 6 լիներ։ Այդ տեղերում է քիչ խառնված է, բայց էլ իրանք գիտեն 6 ամիս լույս, 6 ամիս մոտ։ Նորից սահմանը կա որոշակի։ Իմ ու քո կյանքում էլ պիտի այդ սահմանը լինի եւ մթնշաղից ազատվենք։ Լսել եք ասում են, որ երբ է ամենացուրտ ժամը գիշերվա։ Լուսադեմին, ամեն։ Եթե դու այնքան մարսում ես, եթե այնքան ծանրավիճակ է, եթե այնքան դժվարության մեջ ես, իմացի որ լուսադեմը մոտ է։ Ամեն։ Եվ այսօր Տերն ուզում է լուսադեմ բերի քո մեջ։ Գիտեք, խավարը տարբեր ձևերով սողում է ու գալիս է մեր կյանքի մեջ։ Մարդ այլ է տարիներ սուքի մանդիս, շատ եմ միշտ աշխատում սգավորների բաների հետ։ Տարիներ սուքի մեջ չի հասկացել, որ ինքը դեռ չի արձակ, ինքը բաց չի թողել հələ։ Եվ այդ խավարը նստա, ինքը շատ լավ է տանում տա։ Ես իրանուն դրել եմ դուրալի ցավ, ատամի ցավ կա, որ սպանում, ատամի ցավ կա, որ ինչ անում։ Նա քորա գալի, լավ է, դա դու մնա, ատամի չթագնեն, լավնոց քորում ես, դուր տա գալիս։ Սգավորությունը էլ այդպես մի բան է, որոշ մեղքեր էլ կա այդպես է, ցավ է, բայց դուր տա գալիս։ Եվ բայց ցավը, դա թարախակալում է, դա պիտի վերցվի։ Լավ, նայենք, տեսնենք, ես շատ շեղվեմ, ու միտքս էդ էլ, որ շատ անգամ խավարից բաներ կասեց գալիս է և նստում է ու մենք չենք կարողանում ազատվենք դրանից։ Առաջի բանը, որ մեր կյանքում բերում է լույս և խավարը վանում է Աստծո ձայնը։ Եվ Աստծո խոսքը։ Ծննդոց 1:3 ասում է և Աստված ասեց լույսին։ Մենք շատ ձայներ ենք լսում և ամեն ձայն ազդեցություն ունի մեր վրա, չէ՞։ Երբեմն ասում ենք երանի խուլո համրերին։ Ինչ եղել է տենց երանի տակը։ Լուրերը չեն լսում։ Չեն խոսում։ Նրանք էլ պրոբլեմ ունեն իհարկե։ Գիտեք ինչի համար, որտեղ այնքան ձայներ կա մեր կյանքի մեջ։ Թող լինի, խնդիր չի, թող ձեր ակաժները լավ աշխատի, ձեր լեզուն էլ լավ աշխատի, բայց Աստծո ձայնն էլ լսենք։ Աստծո ձայնը հարաբերական մեր բանը։ Մենք մի տնային մեր վերնատների համար թեմա տվեցինք, մոտ 17-8 տեսակ, որ Աստված մարդու հետ խոսում։ Մենք շատերից սիրում ենք Աստված մի քիչ այդ հատուկ ձև, հələ մի հատ խոսե, այդ ձայնից, մի հատ իմ անունն ասա Տեր, մտածում ենք այդ ձև պիտի ինձ հետ խոսի։ Որ մի հատ կա բոլորին պատմի երեք Տեր ինձ հետ խոսել է, գիտեք իմ անունը տվեք, լավ, հետո ինչ եղավ, վերջ ինչ ազդեց քո կյանքի վրա, Աստված տա որ տենց խոսի։ Բայց ես հավատում Աստված տարբեր ձևերով խոսում է։ Ամեն Տերը քարոզով է խոսում, Տերը մարգարությունով է խոսում, Տերը մեր սրտի մեջ է խոսում, եւ ամենագեղեցիկը խոսում է այս արեգակի միջոցով։ Ամեն 19 Սաղմոսում գրված է, որ քո խոսքը լուսավորում է պարզամտին։ Եվ այնտեղ արեգակից է խոսում, որ արեգակը ամեն օր բացվում է ու սկայի նման դուրս է գալիս։ Սա էլ են արեգակն է, որ եթե բացվեց առավոտ շուտ քո կյանքի մեջ, մինչև գիշեր ամեն տեղ լույս է տալիս։ Աստծո խոսքը զորավոր լուսավոր է։ Այդ Սաղմոս 19-րդ խոսքն է, որտեղ բնությունն ու խոսքը շատ նմանվում են իրար այդ Սաղմոսի մեջ։ Շատ հետաքրքիր է, մի քանի տարի առաջ էր, որ այդ հայտնության նման իմ կյանքի մեջ եկա։ Երբ որ Տերը խոսում է, Հիսուսը, որ իր ներկայությունը գալիս էր, իր ձայնը գալիս էր, եթե մահվան դեմ խոսում էր, խավարը հեռանում էր, ամեն, Աստծո խոսքը լուսավորում է, եթե խավարը եկե քո կյանքի մեջ կարդա, խոսքը քանդում ու տանում է, եթե ես այսօր խոսում եմ, միտեղ կարդացել եմ, որ ձեր համար խոսում եմ, թե ձեր հովիվը պատգամ է տալի, Աստծո խոսքից է տալ, ուզգում ենք այս խոսքի կյանքը փոխեց, ինչու փոխեց, որտեղ Աստծո խոսքը կենդանի և զորավոր է ամեն երկսայրիսորից, ամեն, իր խոսքը լույս է, իր խոսքը լուսավորում է մեր ճանապարհներն ու շավիղները, ճրակա մեր ոտների համար, լույս մեր ճանապարհների համար 119 Սաղմոսի 105 խոսքը։ Այս խոսքը գործ է կատարում։
մեր հարաբերությունների խավարն ա տանում, մեր ընտանեկան խավարն ա տանում, եւ իմացեք Աստծո խոսքը զորավոր է, ամեն։ Տեր, մենք ուզում ենք քո ձայնը լսենք, եկեք մի բաղոթենք եւ ասենք, Տեր, ես ուզում եմ քո ձայնը լսել, ես իմ կյանքի խավարը գնա, եթե տարբեր բաներ խավարը բերեք քո կյանքի մեջ, մի ձև կգնա, որ դու երեխայի նման սկսես նորից խոսք կարդալ։ Որ դու սկսես նորից երեխայի նման բացել այս արեգակ ամեն առավոտ։ Տեր, ուզում ենք քո զորավոր խոսքը կա մեր մեջ։ Մթնշաղ չենք ուզում, խավար չենք ուզում, մենք լույս ենք ուզում, ով Տեր։ Հիմա թող քո լույսը գա, քո ձայնը մեր հոգիների խորքում խոսի, ով Տեր, որ խավարը գնա, դառնությունը գնա, վախը գնա, ինչ որ բույն ա դրե մեր մեջ, եւ մեր կյանքը դարձել ա մթնշաղ, Տեր, ուզում եմ ամբողջովին գնա։ Սխալ հարաբերություններ, անաստվածային կապեր, անցյալի հետ անընդհատ կապ, սրանք խավարի մթնշաղ ա, որ քո կյանքը կապականի։ Տեր, ուզում ենք, որ քո քաղցր ձայնը քո խոսքի միջոցով մեր խավարը տանի։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն Տիրոջ խոսք երբ որ գալիս է, իսկապես խավարը տանում է։ Ես լավ հիշում մի քիչ ես բազկաթորի անկյունում ես նստած առօրյա 4-ներ աղոթում եմ ու մեկ էլ մի անգամից այդ խոսքն է Տեր հիշեցնում, որ ես ուզում եմ քո աչքերը բացեմ, որ քեզ տեսնես։ Այդ ինքը մի հատ պատգամ դարավ ու իմ կյանքի մեջ շատ փոփոխություն բերեց, որտեղ խավարը գալիս է փակում է, ոչ մենք մեզ ենք տեսնում, ոչ Աստծուն ենք տեսնում, որ մարդկանց ենք ճիշտ տեսնում։ Եվ շատ անգամ դառնությունները, թույները հենց այդտեղից է գալի, որ խավարը դուռը բաց է եւ անընդհատ լույսը ինչ անում, պակսում է։ Եվ դուք ուրախացեք, երբ որ մի հատ փոքր լույս է գալի ձեր կյանքի մեջ, սիրելիներ։ Ես եմ պատմել, գուցե լսած լինեք, որ Սկանդինավյան երկրներում, օրինակ Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, 6 ամիս մութ, 6 ամիս լույսը, Լենինգրադն էլ է այդպես, Սան Պետերսբուրգը, և ձիպկերս պատմա Նորվեգիայում էր, ասում եմ, մի հատ օր կա, ասենք գարնան մոտա, դա ասում այդ օրը 1 րոպե լույս է լինում, ու հայտարարություն են տալի, որ այսօր 1 րոպե լույս կլինի, ասում են ժողովրդի ուրախությունը, տոնախմբությունը, մեքենաները կանգ են առնում, սիգնալ են տալիս, այլոտ, ես իմ ինչ, 1 րոպե լույսի համար, բայց ոչ թե նրանք այդ 1 րոպե լույսի համար են անում, այդքան այդ լույսը կարևոր է, որ խավար ուզում ակա, ոչ ոք սիգնալ չի տալիս, այլոտ էլ չի անում, խավարի համար ոչ ոք չի ուրախանում, բայց լույսի համար բոլոր ուրախանում են, ոչ թե այդ 1 րոպեի համար է, այլ որտեղ հաջորդ օր այդ 1 րոպեն լինելու է 5 րոպե, մյուս օրը լինում է 20 րոպե, հետո այնքան շատ անում է, մինչև դառնում է 6 ամիս կատարյալ լույս։ Եվ հիմա քո կյանքում էլ այդպես։ Եթե 1 րոպե լույս ունես նրա համար ուրախացի։ 1 րոպե կա քո մեջ։ Ավելին էլ կա, ամեն։ Բայց մեծարես Տիրոջ այդ լույսի համար, փառտաս, ծափտաս իր համար, դες շնորհակալ։ Գիտեմ, այդ լույսը պիտի ավելանա, ամեն, ավելի բացվի։ Չեք զգում, երբեմն գալիս եք եկեղեցի սկզբից գալիս ես առավոտը, բարև, ոնց։ Ինչ ա եղել, ոչինչ, այերս սովորեք, շատ բանին ասենք ոչինչ։ Եվ հենց այդ ոչինչով շարունակում ենք, նստում ենք ժողով, առաջի երկը գնում է, ասենց, դեռ մտքի մեջ կռիվ ենք տալի, ես իրան կասեմ հիմա, ու խավարը արդեն նստել է, դուք ինչ-ինչ զգում ես, գույնը տեղ եկա, բացվեցիր, հետո ժողովի վերջած, հիմա գույնը լավ է, աչքերդ պսպղում է, առավոտը որ եկել իր, մի քեզ շատ ծանր էիր, շատ վատ էիր, գիշեր լավ չէիր քնե, լույսը տեն կտրե, ջուրը տեն կտրե, փառք Աստծո, որ երկնքում լույսի մարդ չունենք, մենք ինքներս ենք լույսի մարդ ընդել, ամեն,
Մենք իսկական լույսի մարդիկ հենց մենք ենք, մեր Տերը լույսի իշխանն է, ամեն։ Ու դրա համար չպիտի նեղվենք, որ մեկը։ Ու կամոց զգում ենք երկրպագությունից խոսքից, փո ինչա կատարվում, դա Աստծո խոսքի լույսը մտնում է մեր մեջ, ամեն։ Իր ներկայության լույսը գալիս է մեր մեջ։ Եվ սկսում է խավարը գնալ։ Ու դու պիտի սովորես դռները փակես, որ նորից չգա։ Ամեն։ Եվ որ դու արդեն սովորում ես այդ սաման, հենց ուզում ա գա, խավար չի կարելի։ Այն օրը միտեղ էլ խոսում եմ, ասեմ գառն ու գայլը, ասեմ հավատացյալներ կան խառն է, համ գառը մեջ, համ գայլը։ Ես կոյց ասում եմ, ես կոյց ճիշտ ջոկում ասում, ես ամեն ինչ էլ անում է, ես կոյց ես ասում, են կոյց են ասում, հիմա հենց որ մեկը սկսավ տենց խավարի գործեր անել, դուք մի հատ գայլի ձենանեք ինքը կհասկանա, ասել, նայ էդի չէ, էդի խավարից է, էդի գայլն է, գառը չէ, Տիրոջ ձայնը եւ Աստծո խոսքը տանում է խավարը։ Հաջորդ բանը, որ խավարը տանում է, որ սրանք շատ իրար հետ կապված են, արդեն մի քիչ ասեցի, Մատթեոս 4-րդ գլուխ 14 խոսքը մեզ այսպես է ասում։ Երբ որ Հիսուսը գնում է արդեն դեպի Նազարեթ թողած Գալիլեա գալիս, ասում է Հորդանանի այն կողմի հեթանոսները 16 խոսք ասում է, ժողովուրդը, որ խավարի մեջ նստած էր, մեծ լույս տեսավ։ Եվ նրանց, որ մահի երկրումը և ստվերումը նստած էին, լույս ծագեց նրանց վրա, 4:16-ն ասում։ Տիրոջ ներկայությունը լույս է, ամեն, և խավարը վանում է, միատ համայլ կարդան Պողոսացիների թղթից առաջի գլուխ 13 խոսքը, որ արդեն իր մասին ակնարկեցի։ Ուրեմն 1:13 այսպես ասում, որ փրկեց մեզ խավարի իշխանությունիցը և փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ։ Ամեն, մեզ խավարի իշխանությունիցը տեղափոխել է։ Գողգոթայի խավարը դրա համար եղավ, որ ես ու դու խավարի մեջ չմնանք։ Խավարի որևէ նշույլ, որևէ գործ իմ ու քո կյանքի մեջ չլինի։ Մեկ անգամ աշխարհիկ մարդը ինքն էլ է ջոկում, ինքն էլ է հասկանում, որ նա խավար։ Անանք երբ որ հավատացյալն է սխալվում, ասում, թե դու հավատացյալ չես։ Հիշում եմ մի հատ կին էր եկել էր շատ խնդիրներ ուներ, բայց ձեր եղբայրը որ հավատացյալ է, ինչի՞ է տենց, ամուսի չհասկացա, մեզի ոչինչ չի կարելի, ձեզ ամեն ինչ կարելի է, եթե դու հավատացյալ չես, հա ես էլ եմ հավատում, ասում եմ, որտեղ եկես դու կարող ես անես, հավատացյալները չեն կարող անել, դա բոլորիս է արգելված, բայց աշխարհն էլ ջոկում է, չէ, զանազանում է, հասկանում է, սա խավարի գործ է, քեզ վայել չի, չի կարելի, խավարի գործ է, եւ երբ խավարի գործը հայտնվում, երբ որ Տիրոջ թանձր ներկայություն Եվ որ Հիսուսի ներկայությունը գալիս է ժողովրդի վրա լույս է ծագում։ Գիտեք միշտ եկեղեցին, այստեղ էլ երբ որ եկանք այդ գեղեցիկ ներկայությունը կար, միշտ ասում եմ, եթե մարդիկ մտնում են եկես ասում են, «Էս ինչ լավ փառաբանություն էր, էս ինչ լավ եղբայրներ ունեք, էս ինչ լավ պատգամ էր, էս ինչ սիրուն դահլիճ ունեք»։ Ոչինչ մարդու չի այնքան բավարարվում, եթե որ մարդ ասում է Աստված այստեղ էր։ Ամեն։ Տերը տա, որ ամեն մարդ, որ մտնում ազգա, որ Տերը այստեղ է։ Իր ներկայությունը պետք չի անդադ ասել, Տերն այստեղ է, Տերն այստեղ է, պետք չի ասել։ Մարդը հոգի ունի։ Եվ հոգին զգում է, որ Տերը այստեղ է։ Եվ երբ որ Տիրոջ ներկայությունը գալիս է, խավարը չի դիմանում։ Ինչի են մարդիկ ընկնում ձայներ հանում, ինչի երբ որ հրաման ես տալի, մարդը սկսում է ազատագրվել, որտեղ խավարը շատ արագ զանազանում է։ Դիվային ողմակը ասեցին Սկիվայի որդիներին, Հիսուսին գիտենք, Պողոսին էլ ճանաչում ենք, դուք ինչ եք ասում։ Որտեղ ճանաչում է թշնամին, քո մեջի լույսը, եւ Տիրոջ ներկայությունը, որ գալիս է, ինքը խավարը գնում։ Էլ չի էլ ասում խավար գնա։ Ասեցին, խավար ասում է շատ է ստեղ գրավում, ասում ինչ խավար։
Կարող եք ասեք ինչ խավար։ Դու լույսն ես, դու իմ փրկությունն ես, ես ուրից պիտի վախենամ։ Ամեն, Տերը մեր լույսն է, Տերը մեր ցերեկն է, վախ չկա։ Եվ իր թանձր ներկայության մեջ է, որ ամեն խավար գնում ու մթնշաղը կորցնում է իր ուժը։ Աստծո ներկայության մեջ է, եթե դու քանի օր ապրել ես մթնշաղի մեջ, որոշ բաներ ես արել, քեզ թույլ ես տվել, կամ որոշ խնդիրներ կա կյանքի մեջ, բայց երբ որ այդ թանձր ներկայությունն է գալի, մեկը գոռալով լացում է, բայց միջև հիմա չէր լացում։ Ինչի համար։ Դև լույս ծագեց, ինքը տեսավ այդ լույսի մեջ իր սխալն է, ու հիմա գոռալով ասում է, չգիտեմ, իմ ձեռը չի զգում եմ, Տերը ինձ կպել է, քամտում է, տանում ամեն ինչերս, որտև իր լույսը ծագում է, ամեն խավարի մեջ լույս է ծագում։ Եվ հիշենք Եփեսացիների այս գեղեցիկ խոսքը, որ նորից ուզեմ ձեզ համար կարդամ, որ ասում է Եփեսացիների ուրեմն 5:14-ը սրա համար ասում է վեր կաց, ով քնած եւ վեր կանգնիր մեռելներից եւ Քրիստոսին շքանի ես կլուսավորի։ Ինչ հիանալի է։ Հիսուսը Հովանու 9:5-ում ասեց, քանի որ աշխարհումն է, աշխարհի լույսն է։ Տեր թող լույսը սար մեր աչքերը լուսավորի։ Ամեն։ Երբ որ մեկը մեռնում, ասում են Աստված հոգին լուսավորի։ Այն հակառակը։ Աստված ինձ մեր հոգի պիտի լուսավորի։ Հիշում եմ, դրսի մարդիկ ասում են ոչինչ, հիշում եմ տարիներ առաջ Ժանետի պապայի բաններ, թե իմը չեմ հիշում, կանգնել ենք այդ առաքելական եկեղեցու բակը, մարդիկ եկան ասում են, հենց մեր քույր եղբայրն ես մեկ եսավ Ողորմի պապայի, ասում հենց քեզ ողորմի։ Այդ դուրս պայի շատ մտերիմ մարդ, չես ասում է, ողորմի պապայի, ասում դուր ես ասում, հենց քեզ ասի ողորմի, սկսավ ծիծաղալ։ Մեզ պիտի ողորմել, նրան ինչ ողորմի, վերջացա ողորմության ժամանակը։ Կամ էլ որ ասում են Աստված հոգին լուսավորի։ Կարծում եմ, որ մեր հոգին պիտի լուսավորի, մեզ տեսնել։ Արդեն նրանցը մտավորված է, ինչ է լեզում լուսավորվի, ինչ-որ լիներ, պիտի լիներ եղել է։ Ու Տեր ուզում ենք իսկապես մեր ներսը լուսավորես, մեր կենանք, ամեն և իսկապես պատրաստվենք սենք Տեր Եսուս չեմ ուզում մեռած կյանք ունեմ, չեմ ուզում սառած կյանք ունեմ, ես ուզում եմ, որ քոնը լինեմ։ Ես եմ քո ներկայության մեջ ապրեմ ով Տեր։ Հիսուսի ներկայությունը իսկապես այդ լույսն է բերում և խավարը վանում է։ Ամեն։ Հաջորդ բանը, որ խավարը տանում է սիրելներ, ճիշտ հռչակումներ։ Որոշ հռչակումներ կա, խավարը բերում է։ Մեռլեն պրծնեմը խավարի հռչակումը։ Տերն էլ չի գալի տանի, ես էլ իսա խավարի հռչակումը, մթնշաղի հռչակումը։ Հիսուս ճան շատ եմ հոգն է արի, չի գա քո ասածով, դա մթնշաղի հռչակում։ Բայց լույսի հռչակումը գիտեք ով է, Միքիա մարգարե, Միքիա 7-րդ գլուխ, 8-րդ խոսք։ Ով իմ թշնամի, մի ուրախանալ, թեև ընկնեմ, վեր կգենամ, թեև խավարի մեջ բնակվեմ, ով իմ լույսը կլինի, Տերը իմ լույսը կլինի, ամեն, Միքիան մի հատ հիանալի հռչակում արա, որ Աստված իմ լույսն է, 27 Սաղմոսում Դավիթ ասում է, Տեր իմ լույսն ու փրկությունը ես ումից պիտի վախենամ, հիշում եմ մանուկների համար, անգիր համար ունենք Աստված, ես Աստծուն եմ ուսացած, չեմ վախենա, այդպես մի հատ համար կար, չէ, որ ասում Աստված լույս է, չեմ վախենա, ուզում եք երկեք, եկեն միշկուններ պանում, ինձ այսպես անգիր երկեք, Yes, I'll
ճիշտ հռչակում ենք անում, որոշ հռչակումներ կա խավարին հրավիրում։ Անկամ մենք եթե իրար վրա սխալ հռչակում ենք անում, խավար ենք հրավիրում միմյանց կյանքի վրա։ Եթե մեր ընտանիքի վրա սխալ հռչակում ենք անում։ Գիտեք, Ղովտը մի օր իր աղջիկների համար սենց ասաց։ Երբ որ հրեշտակներ գնացին իր ատուն եւ Սոդոմի այլասերված մարդիկ եկան բռնաբարելու այդ մարդկանց, ինքը սենց սխալ հռչակում արեք։ Երկու աղջիկ ունեմ, այր չգիտեմ, իրենց տամ ինչ ուզում եք արեք։ Հետո ինքը նույնպես Ղովտը ցավոք։ Սխալ հռչակում արեց, խավարին հրավիրեց։ Եվ որ Ռաքելը նստած էր կուրքերի վրա, Հակոբ ասեց, ում մոտ կուրքերը գտնես թող մեռնի։ Եվ Ռաքելը շատ երիտասարդ մեռավ։ Ու տեսում ենք տարբեր սխալ հռչակումներ, երբ որ մեր շրթերից դուրս է գալի խավարը հրավիրումը։ Ինչքան մարդկանց ծառայել ենք, եւ իրանց կյանքի մեջ հիվանդություն կա, պարզվում է ինքը ժամանակին Աստծուց այդ հիվանդությունը ուզեցել է, որ ուշադրություն գրավի։ Դե մենք շատ ենք սիրում, չէ՞, ասենք լավ չեմ։ Եկեք մի հատ տեսության էլի Չորեքշաբթի Վազգեն եղբայրը մեր մոտ խոսում էր ինքնախղճահարության մասին։ Լավ էս բաները հիշել ենք այդ օրը եւ մարդիկ սիրում են, չէ, ձեր իրանց խեղճացնել, իրանց վրա սխալ հռչակում անել, բայց չարժի մենք լույսի որդիներ ենք, ամեն, մենք խավարի որդիներ չենք, եւ որ ես լույս եմ հռչակում իմ կյանքի մեջ լույս ալենում, ամեն, թեև խավարումը ես բնակված ունեմ Տերը իմ լույսը կլինի, ամեն, ու շատ նման հռչակումներ, եւ հիմա քո վրա հռչակիր Աստծո հաղթությունը, հռչակիր Տիրոջ օրհնությունը, հռչակիր նրա բժշկությունը, հռչակիր վախից ազատագրությունը, հռչակիր հիմա քո ընտանիքի վրա, քո զավակների վրա։ Մի բան եկել է, քո միտքը բռնել է, խաբում է քեզ, քո հոգին գրավել է, քեզ տրտմացրել է, խփել է գետին, ու քո համար ամեն ինչը սև է դարձրել։ Իրան ասա, Տերը իմ լույսն ու փրկությունն է, ամեն։ Ամեն, երբ որ ճիշտ հռչակումներ ենք անում սիրներ, խավարը վանվում է։ Երբ որ այդ գեղեցիկ պատերազմը անում ենք իր հետ, ինքը գնում է։ Եվ հաջորդ բանը, որ սիրներ, խավարը տանում է սերն։ Ես եմ համար կարդամ, առաջին Հովանու 4:18 բոլորս գիտենք։ Սիրո մեջ վախ չկա, կատարյալ սեր ինչ է անում, վանում է վախը։ Ամեն, կատարյալ սեր ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Վախ չկա սիրո մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը։ Վախը տանջանք ունի, բայց նա որ վախենում է, կատարյալ չի սիրո մեջ։ Հաջորդը երկրորդ գլխի 9-11 խոսքերը, ով որ ասում է, լույսի մեջ է եւ իր եղբորը ատում է, բայց իր վատ բան ասում, միջեմա խավարի մեջ է։ Նա որ իր եղբորը սիրում է, լույսի մեջ է եւ գայթակղություն չկա նրա։ Բայց նա որ իր եղբորն ատում է, խավարումն է եւ խավարի մեջ ման գալիս։ Եվ չգիտի, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրեց նրա աչքերը։ Եվ որ սեր կա, սեր իր հետ լույս է մեր, Աստծո սերը լուսավորում է մեր ներսը։ Եվ այդ սերից լցված, երբ որ դու ես սեր ցույց տալիս մարդկանց, իրանց ներսի խավարն է։ Ամեն։ Աստծո սերը Քրիստոսի միջոցով մեզ լուսավորում է։ Երբ որ սկսում ենք սիրել, խավարը գնում է։ Երբ որ հասկանում ենք, որ Աստված է մեզ սիրում։ Մի խոսքով սերը ամբողջովին մարդու։ Տեսնում եք մարդ կար շփվող, ծանոթանում է, որևէ մեկի հետ սիրը հարվում է, անգամ այդ աշխարհիկ սեր ինչքան այս մարդին փոխում, չէ՞։ Ժողովուրդ է գալի դեմքին, շնորհք է գալի շորերի մեջ, ձեռն է սարնում, արդարվում է, կոկիկ է հագնում, ասում են, ես ինչ փոխվել է, ասում են, սիրարվել է։ Կամ
երիտասարդ կարեք նստել եկեղեցու առաջի շարքը, ինչ ես ուզում եք ես առաջի շարքերն ես նստել, բարձվեց, որ մեր աղջիկների մեկին էր ուզում, ուրեմն սերը փոխում է, չենց այդ աշխարհի կամ մարդկային սերը, Աստծո սերը վանում է խավարը, հեռացնում ամեն, եթե մարդուք ինձ ձեր հարաբերության մեջ խավար կա, սերը վանում է, և երբ որ աղթենք Տեր ինձ սիրով լցրու, երբ որ ես վստահ չեմ Աստված ինձ սիրում է, խավարը գալիս է լցում, բայց երբ որ սեր ունեմ, այդ սերը վանում է խավարը ամեն, և Հովհաննես Առաքյալը ասում է, եթե դու մեկին եղբորդ ատում ես, դու լույսի մեջ չես, ատելությունը լույս չի, դառնությունը լույս չի, չներելը լույս չի, խավար է դա, Մենք միշտ մեր սրտերը մաքրենք մարդկանց հետ խնդիր ունենալուց։ Վերջերս մի հատ խոսք էր, որ Հովսեփի կյանքից խոսեցի դրա մասին անունը մոռացում եւ պտղաբերություն։ Հովսեփ երկու տղա ունեցավ, մեկը դրեց Մանասե եւ ասեց Աստված ինձ մոռացրեց իմ վշտերը։ Եվ մյուսի անուն դրեց Եփրեմ, Աստված իմ տառապանքի երկրում ինձ պտղաբեր արա։ Բայց Հետո խոսքը սա էր, որ ինչի կարողացավ մոռանա և պտղաբեր լինի։ Իր մեջ կար այդ Աստծո հետ հիանալի կապը, ներելը հետագայում, և ինքը հայտնություններ ուներ, ինքը տեսիլք ուներ, ինքը Աստծո հետ էր ապրում։ Գիտեք, երբ որ մարդը տեսիլք չունի, իր առօրյա, իր հացուտելու համար է մտածում, բայց երբ որ մարդը ասում է, ես մեծ ճանապարհ պիտի գնամ, հիմա ես էլ ասավ, Տեր ներում եմ, թռնում եմ գնամ, ես գործ ունեմ անել։ Ես տեսիլք ունեմ, ես ծրագիր ունեմ, առաջ եմ գնում, Հովսեփը մի ամբողջ աշխարհ պիտի փրկեր, դրա համար կարողանում էր անցյալը մոռանալ, իսկապես անցյալի թողնելը, դրա համար երկու զավակ ունեցավ, մեկի անուն դրեց մոռացություն, մեկինը պտղաբերություն։ Թող մեր կյանքերում ծնվի մոռացություն և պտղաբերություն։ Եթե մոռացությունը չի ծնվում, պտղաբերությունն էլ չի գալիս։ Եվ երկը դրանց հետ հայտնությունը։ Ամենայն դեպս թող սերը տանի ու վանի այդ ամեն ինչերը։ Շատ չօգնացնեմ ձեզ երկու կետել ասենք ու վերջացնենք։ Հաջորդը Հռոմեացիների 13-րդ գլխում էլի նորից մեզի ասելիք ունի Պողոս Առաքյալը։ Պողոս Առաքյալը այստեղ ես այս գլուխ շատ եմ սիրում։ Այո, 13-րդ գլուխ Հռոմեացիների ուրեմն խոսում է հոգևոր պատերազմի մասին։ Եվ այս բաները իմանալով ժամանակը, որ ժամն է արդեն քնից են զարթնել, 11-ից եմ կարդում, որտեղ հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը, քան այն ժամանակ, որ հավատացին։ Գիշերն անցավ, գնաց եւ ցերեկը մոտեցել է։ Ուրեմն դենք գցենք խավարի գործերը եւ հագնենք լույսի զենքերը։ Սա Պողոսի խոսքն է։ Ուրեմն մենք կարիք ունենք լույսի զենքերը հագնել եւ խավարը ինքը դենք գցվի, ամեն։ Ինչպես ցերեկումը պարկեշտության մանգան, ոչ թե սրանք խավարի գործերն են, անառակություններով, արբեցողություններով, խառն անկողիններով, բղծություններով, ոչ հակառակությունով եւ ոչ նախանձով։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսին հագեք եւ մարմնի համար խնամք մի տանեք դեպի ցանկություն։ Ուրեմն խավարը անցավ, գիշերն անցավ, ցերեկը մոտեցել է, դենք գցենք խավարի գործերը եւ հագնենք լույսի զենքերը։ Եփեսացիների 6-րդ գլխում նորից Պողոս Առաքյալը խոսում է հոգևոր պատերազմի հետ, որ մեր պատերազմը ում հետ է, խավարի իշխանության հետ, հոգևոր պատերազմը, ճիշտ պատերազմն ու լույսի զենքերը տանում է խավարը։ Գիտեք, պահեր այլ ես, մտածել եմ Տեր ինչու ասենց իրավիճակը, պարզապես Սուրբ Հոգին իմ հետ խոսացել է, որ քո կյանքի մեջ պատերազմ չկա։ Ասենք ոչ թե դες մեկի հետ կռվես, դրա մասին չի, դու հոգևոր պատերազմը դադարեցրել ես։ Հանգիստ է զենքեր դրել ես ու չես կռվում այդ բանի համար։ Ես լավ հիշում եմ մեր հովիվը Էդվարդ եղբայրը ասում է 3 օր ծոմ էր պահում այդտեղ, ոչ մի
ձայն չկար, ասում է երրորդ օրն էր, որ Տերը խոսեց, ասեց, ես պատերազմողներ եմ ուզում։ Եվ դու դից սովորես հոգևոր կյանքում պատերազմես։ Եվ տեսնում ենք, որ այս զենքերը Պողոս առաքյալը, լույսի զենքեր կա, Եփեսացիների 6-րդ գլխի փրկության սաղավարտը, օգուս սուրը, հավատքի վահանը, արդարության զրահը սրտի վրա, ճշմարտության գոտին, ավետանի խաղաղության կոշիկները, սրանք բոլորը մեր հոգևոր զենքերն են։ Հոգևոր պատերազմը խավարը տանում է։ Երբ որ հրեշտակը հայտնվեց Դանիելին, ասեց, ես եկա, բայց երկնքում պատերազմը սկսեց։ Դանիելը աղոթում էր եւ այդ պատերազմը բարձրանում էր։ Մենք շատ սիրում ենք մարդիկ մեզ համար պատերազմ են։ Հովիվը մեր տեղը կաղոթի, ինքն էլ կպատերազմի, ինքն էլ ծոմ կպայի, դրա համար չի գերանում ընդհանրապես։ Եվ ամեն ինչ կկանի, լավ է։ Կամ մի քանի ծառայողներ այդ գործը կանեն։ Ես հիշում եմ մի ամիս էր, եթե քրոջդ մի հատ քրոջ վրա աշխատանք էինք տանում, որ 6 տարվա գլխի ճզմոցուն էր, շատ խառը։ Մենք 4 հոգով, ես, Ժանետ, իր քույրը, մի հոգ էլ կան, մենք փողոց, որ մարշրուտին գաս, տոլբան չընկնի իր գլխից։ Սա իր երևակայություններն էր։ Հիմա այդ աղջիկը գալիս է Երևան, գնում Ախալքյալա, գնում ուրիշ տեղ, ինք ուրիշ եկեղեցու անդամ է, Տերը բժշկեց իրան։ Բայց մի օր հիշում եմ, նստել ենք աղոթել ենք, ինքս ես նստել եմ։ Դες աղջիկան վերկաս մի հատ քարել դու գցի, մի հատ չուստ գցի գոնե սատանայի համար։ Մի բան շպրտե։ Մենք քոտեղ աղոթենք, գա, դու ես խելոք նստել ես։ Ես մենք ինչ ենք համար շպրտում օդի մեջ, ոսոր տենիսի խաղ անայում։ Այդպես չեն անի։ Եվ եթե ես քեզ էլ ես պատգամն եմ տալիս, եթե զգում ես, որ կյանքդ պաղել է, եթե զգում ես, որ մի բան արդեն խավարը թանձրացել է, որոշ մասը քո կյանքի բռնել է, հոգևոր պատերազմը թողել ես, աղոթներ թողել ես, հոգևոր ձգտումներ թողել ես, ծոմը թողել ես, չես կանգնում ինքդ քեզ համար, կանգնի ու պատերազմիր։ Ամեն։ Ամեն։ Թող լույս լինի։ Ամեն։ Եվ ամենավերջի կետը ասեմ, սիրելիներ, որ հրաման եւ աղոթքը մեր կյանքի մեջ լույս է։ Մարկոս 10:52-ում Տերը Բարթիմոսին կույրին ասեց ինչ, ուզում եմ բժշկվիր, տես։ Տերը հրաման տվեց եւ նրա աչքերը ինչ եղան, բացվեցին։ 112 Աղմոս 4 խոսք ասում է խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար։ Ամեն։ Երբ որ մենք Քրիստոսի ճշմարտության մեջ ենք, խավարի մեջ մեզ համար լույս է ծագում։ Ճիշտ հրաման, ինչպես հռչակման մասին ասեցինք, պահ կա խավարին պիտի հրաման տալ, ոչ թե աղաչել։ Երբ որ երեխեք վիճում են, ինչ ես անում, ասում ես, ասենք թե ձեր երեխեքն էլ են տես բաներ արեն։ Ու մտածում ես ինչ կա, սուս արեք, չի կարելի, հավատացյալ եք, չէ, տեղը գտա, ասցի պիղծ ոգի վիճաբանության, թողես տունը, սերխեք մի անգամից լռեցի։ Դա մեկը կար, որ խանգարում էր, հանկապ բան էր, երբեմն դի սովորենք, ամեն Հիսուսը հրամայեց, կամենում եմ բժշկիր, կամենում եմ տես, թող խավար աչքերդ բացվի, և դու կարող ես հենց հրաման տաս քո վրա, կարող ես հրաման տաս ուրիշի վրա, կարող ես հրաման տաս քո ընտանիքի անդամների վրա, քո եկեղեցու վրա, քո քաղաքի վրա, և որ դու սովորես իշխանությունով, սատանան իշխանությունը հասկանում, ամեն, դուք շատերդ գյուղում կա, գիտեք, որ գնում եք, թե շունը հաչում է կամ նայում է մի հատ թեք-թեք, եթե վախեցար կգա, եթե ես լուրջ մի հատ նայեցիր, կծեմ գաս։ Ինքը հասկանում է, դևերն էլ էդի լավ են հասկանում, Աստված ձեզ իշխանություն ատր, ամեն, իշխանությունը ձև չի, իշխանությունը գորալ չի, իշխանությունը ես իմ բարձր ասել չի, կարող բարձր ասես, կարող ցածր ասես, բայց եթե մեջդ իշխանը նստած է, նա տեսնում է, որ դու իշխանությունով ես դա,
Ամեն։ Մեր իշխանը նստած է մեր սրտի գահին։ Մարդիկ չեն տեսնում, այս դևերը լավ տեսնում են։ Քո հոգու մեջ Սուրբ Հոգին փռված է։ Թշնամին դա տեսնում է։ Տեղից հրաման դուրս բեր ու արձակիր։ Եվ թող խավարը ամբողջովին գնա, ամեն։ Մենք մթնշաղի որդիներ չենք, ամեն։ Առավել ևս խավարի որդիներ։ Մենք լույսի որդիներ ենք, ամեն։ Ուրեմն թող այսօր այդ սահմանը գծվի, եւ եթե դու դժվարություն ունես այդ սահմանը գծելու կամ թույլ տալ, մոտեցի թող մեկը քեզ համար աղոթի, որ դու ամբողջովին լույս ակնես, ամեն։ Ոչ մի խավարի նշույլ քեզ մեջ չլինի։ Լուսադեմդ մոտ է, ամեն, մթնշաղից ազատվիր, եկեք կանգնենք ոտքի։ Հալելույա։ Տերը մեր լույսն ու փրկությունն է, մենք ումից պիտի վախենանք։ Եկեք մեր ձեռքերը տարածենք, որպես լույսի որդիներ, Տեր քեզ փառք եմ տալիս, որ ես լույսի որդի եմ, և խավարի ոչ մի նշույլ իրավունք չունի, եթե հիվանդության վախը քեզի խավարի մեջ հատարի, այսօր դրա դեմ կանգնիր, եթե հարաբերությունների սրացումը խավարը բեր է քո մտքի մեջ, դա քեզնից վանիր, Այդ օր Հիսուսի ձեռքերը կապեցին Գեթսեմանում և խավարի իշխանությունների իշխան։ Տեր այսօր մենք քո ձեռքերը բացում ենք քո տան մեջ։ Մենք Բարնաբային ենք, Բարաբասին ենք բանտարկում, Տեր։ Մենք ասում ենք, Տեր, քո ձեռքերը թող ազատորեն մեր կյանքի մեջ գործեն, որտեղ դու լույսի իշխանն ես։ Հալելույա, եւ ուզում քո հրամանները արձակես խավարի դեմ։ Ինչ խավարի գործ, ինչ խավարի արդյունք, որ քո կյանքի մեջ կա, ուզգում ես, նա քեզ պահում է, մթագնում է քո միտքը, քո հարաբերությունները, քո խոսքերը, քո տունը, եւ քեզ խեղճացրել է, հիմա ասա, որ հեռացիր իմ կյանքից, դուրս իմ կյանքից, ես լույսի որդու իշխանությունով հրամայում եմ, ես մթնշաղի որդի չեմ, ես գար ու գայլ խառը չեմ, ես զուտ լույսի որդի եմ, որ իմ խոսքերը պիտի լույսի որդու լինի։ Հալելույա, հալելույա, բարձրացրեք ձեր ձայնն ու աղաղակը եւ ասեք, հրաման ուղարկեք ձեր տներում, ձեր կյանքի վրա, ձեր անձի վրա։ Դու ամենակարող ես Տեր, դու ամենակարող ես Տեր, դու ամենակարող ես Տեր, դու լույս ես Տեր, դու լույս ես Տեր, ապչակի դու լույս ես Տեր, դու լույս ես Տեր, դու լույս ես Տեր, թող ծագի արդարության արեգակը և իր բժշկության, իր թևերի վրա բժշկություն բերի քեզ համար։ Այո, Տեր, ուզում ենք արդարության արեգակը ծագի մեր կյանքերում, սիրելի քո կյանքը, խավարի գործերը գնա, որտեղ դու լույսի զենքերն ես հագնում։ Այո, ես լույսի որդի եմ, շնորհակալ եմ քեզ
մեջ բերում։ Ինչքան մարդիկ են եղել, ինչ-որ մեկին ասում էր, թող ես գնամ, ես ընտանիքից ուզեմ այդ աղջկան, իրենց հետո կասեմ, որ ես նախկինում ամուսնացած եմ եղել, իրեն ասցի ոչ, գնում ես ուղիղ ասում ես, լույսից զորավորը չկա։ Ասում գուցե գնամ, մեկը ասում էր, որ այս աշխատանքի տեղում ես ներկայանամ, որպես այս մարդը, ասցի ոչ, գնա լույսի մեջ բեր ամեն ինչ։ Եվ գիտեք սրանց բոլորի արդյունքն էլ է դեր, ինչ լավ է լավ, որ լույսի մեջ տարա ամեն ինչ։ Մարդուկին էլ իրանց հարաբերություններ լույսի մեջ տարա։ Ծնողներ երեխաների հետ, բոլորս մեր ամեն ինչը լույսի մեջ գեղեցիկ է։ Մենք լույսի որդիներ ենք։ Եկեք երկրպագենք Տիրոջը։ Վանում եմ հիվանդության խավարը, տկարության խավարը, դառնության խավարը, վախի խավարը ու խավարի բոլոր գործերը Տերը։ Եվ Հիսուսի անունով քո լույսն է հռչակում այստեղ։ Միանում ենք քո ստեղծագործական ձայնին ու ասում ենք լույս լինի հիմա Տեր, բժշկության լույս լինի Տեր, ազատագրության լույս լինի Տեր, նորոգության լույս լինի Տեր, քո սուրբ ոգու շողերը քո ժողովրդի վրա Տերին, եւ իմոն ներաշխարհը լցվի քո հոգու լույսով, հայտնություններով, մարգարական աղբյուրներով, պարգևներով Տեր, եւ այս պահին Տեր, քո սերը, քո սիրո շողերը, արդարության արեգակը, ինչ որ երկնքից լուսավորի մեր ամբողջ
Շարունակ լույս տանող